Եվ հետևաբար Նիկոլ Փաշինյանն Արագածոտնում քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանին տրված ձայնը ուղիղ ձայն է Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոին հիշեցնելով վերջինի խոսքերը 44-օրյա պատերազմի նախապատրաստության մասին։ Ես կոնկրետ ասում եմ, չնայած դա միջպետական տրամաբանությամբ բան չի, այդքան էլ տեն չի, բայց ով որ քվեարկում է Գագիկ Ծառուկյանի օգտին ուղիղ ձայնա տալիս Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոին։ Ես դեմ չեմ, մի անգամից ասեմ, բայց ով որ Գագիկ Ծառուկյանին ձայնա տալիս ուղիղ քվեարկում է Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոյի օգտին, իմ կողմից շատ հարգված Եվ ես էլ եմ ասում, ես դեմ չեմ, ժողովուրդ դուք որոշեք, որոշողը դուք եք։ Այն Լուկաշենկոյի օգտին, ով Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում խոստովանեց, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը Ադրբեջանի կողմից։ Մի հատ է Ծառուկյանը կանգնում է Լուկաշենկոյին պաշտպանում է, ժողովուրդ ջան։ Լուկաշենկոյին պաշտպանում է, գիտեք ինչի, որովհետև տղեն պատանդ է Բելարուսում։ Ծառուկյանին ընտրեցիք, անելու եք Լուկաշենկոյին։ Ես էլ ասում եմ, որ ԿՊ-ին ընտրեք, դա ընտրելու ալի։ Որտև եթե Գագիկ Ծառուկյանը Շենգավիթում նախընտրական քայլերթի ընթացքում քաղաքացիների հետ քննարկել է իրենց ծրագրերն ու փոփոխությունները, որոնք պետք է զգալի լինեն թե Երևանում, թե մարզերում։ Նա ընդգծել է, որ Հայաստանը պետք է ազատվի խեղճության զգացումից, վերագտնի հավատը սեփական ուժերի նկատմամբ եւ դառնա զարգացող ու արժանապատիվ պետություն։ Հարգելի սեր շենգավիցիներ, իսը թե ձեր բոլորին ողջունում եմ։ Եկել եմ այստեղ ձեզ նայելու, ձեր աչքերի մեջ նայելու եւ իմ խոսքը ասելու համար։ Ամենակարևորը սպասեք լավ փոփոխությունների, որ բոլորդ էլ գործ եք ունենալու։ 27 թվականից, երբ բացվելու է Հիսուս Քրիստոսի արձանը, միլիոնավոր մարդիկ են գալու, միլիոնավոր տուրիստներ են գալու, միլիարդներ են ծախսելու, մեծ գումարներ մնալու մեր երկրում։ Այդպես էլ երկու խոշոր ծրագիր ենք իրականացնում։ Այսօր ժողովուրդը կարիք ունի ուշադրության, վերաբերմունքի հնարավորության եւ պայմանի։ Ծառուկյանը հայտարարել է, որ իր դեմ նույնպես ապօրինի հարստացման մեղադրանքներ են եղել, սակայն ինքը ամբողջ կյանքում աշխատել է եւ դատարանում արդարացվել։ Նա նշել է, որ բոլորը պետք է պատասխան տան օրենքի առաջ, բայց ինքը մանր բաների հետևից չի ընկնում։ Անդրադառնալով Փաշինյանի որդուն վերաբերյալ հայտարարությանը, Ծառուկյանն ասել է, որ իր արձագանքն արդեն տվել է եւ գնահատականը թողնում է հանրությանը։ Հիմնական քաղաքացիության մեջ ամբողջ աշխարհում կարգ կա, կանոն կա, որ երբեք ընտանիք, երեխա, ծնող, մայր չի կարելի տվյալ մասին խոսել։ Հարցկացողի մասին խոսեն։ Ես երբեք ինձ թույլ չեմ տա, իմ կլասը չեմ քսի, որ ես պատասխանեցի, որ հիմնական հարցը ես նորից եմ ասում, որ քաղաքացիության մեջ ընտանիք մտնել, երեխա, ծնող ասելը դա ընդունված չի։ Ես էլ իմ կլասը չեմ քսելու երբեք, ոնց կամ այդպես մնար։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է զարգացնել տնտեսությունն ու առևտուրը, սակայն չպետք է միակողմանի ընդունի իր առաջ դրվող բոլոր պահանջները։ Նա նշել է, որ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի ներկա իրավիճակի շրջանակում եւ ապահովվի տարածաշրջանային մի քանի երկրների երաշխիքներով, քանի որ մեկ երաշխավոր ունենալը վտանգավոր է։ Կարապետյանի խոսքով զիջումներով խաղաղություն հնարավոր չէ ապահովել եւ Հայաստանը պետք է ուժեղանա։ Ես որ այցելում եմ համայնքներ, մարդկանց մոտ կարծիք կա, որ ես Ռուսաստան եմ ապրել կամ այլ երկրներ եմ ապրել, ես ծնվել մեծացել եմ Տաշիրում, հետո տեղափոխվել եմ Երևան։ Հայաստանից դուրս միայն ուսման ժամանակ Շվեյցարիա եւ Անգլիայում սովորելու ժամանակ եմ եղել, մնացող ժամանակ հիմնականում Հայաստանում։ Իսկ աշխատանքս Տաշի ընկերությունների խմբում է եղել, այո, բայց Հայաստանի ներկայացուցիչն եմ եղել ընկերությունների խմբի եւ զարգացրել եմ հիմնական արդյունաբերական ուղղությունը ընկերությունների խմբի, որը բավական մեծ հաջողություն է ունեցել։ Իսկ այ վաղ տարիքի այդ շրջանում ձեր մտքերը հիմնականում ինչի մասին էին։ Այսինքն այդ առաջին երազանքները ինչի հետ կապված են։ Շատ հետաքրքրված եմ եղել գործարարության մեջ, նաեւ մեծ ազդեցություն կա, մաթեմատիկայի ազդեցությունը մեր ընտանիքում բավական բարձր էր, ինչպես նշեցի, պապիկս մաթեմատիկայի ուսուցիչ էր եւ տանը միշտ մաթեմատիկայի վերաբերյալ լրիվ ուրիշ մոտեցում ունեինք եւ գործարարությունը միշտ ինձ հետաքրքիր է եղել եւ կարծում եմ որ աշխարհը փոխելու համար քաղաքական գործիչներից զատ
եւ ավելի պրոդուկտիվ գործարներն են փոխում աշխարհը, չնայած որ մեր հասարակությունը թերագնահատում է գործարների ազդեցությունը մեր կյանքի վրա, բայց ուզում եմ ասել, որ գործարները մեղուներն են, ովքեր կարող մեծ ազդեցություն են թողում մեր երկրի փոփոխության համար, բավական մեծ փոփոխություն են բերում, բավական դրական ազդեցություն են բերում եւ ինչքան պրոֆեսիոնալ հաջողակ գործարներ ունենա մի ազգ, այդ ազգը ավելի հարուստ կլինի։ Թուրքիան եւ Հայաստանը ավարտել են ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները։ Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Օնջու Քեչելիի խոսքով այժմ հնարավոր կլինի ապրանքների վերջնական նպատակակետը նշել որպես Հայաստան-Թուրքիա, իսկ սահմանը բացելու տեխնիկական ու բյուրոկրատական գործընթացները շարունակվում են։ Պաշտոնական Երևանը ողջունել է որոշումը, այն գնահատելով որպես հարաբերությունների կարգավորման կարևոր քայլ։ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը նշել է, որ դա կնպաստի առևտրի, տնտեսական կապերի եւ տարածաշրջանային խաղաղության զարգացմանը։ Հայ-թուրքական կարգավորման հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ երկու երկրների միջև մաքսային առումով ուղիղ առևտուրը դարձել է հնարավոր, իսկ թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քելեչեսը անվանել է Թուրքիայի նախագահի ցուցումներով շարունակվող Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում տարածաշրջանում կայուն խաղաղության եւ կայունության հաստատման համար եւս մեկ կարևոր քայլ։ Փաշինյանը նվաստացրել եւ վիրավորել է Ռուսաստանին, ասել է Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը ելույթ ունենալով Լիագումար նիստում Զյուգանովը հայտարարել է, որ բրդովված է եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Երևանում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ելույթից ամեն ինչ կարող էր պատկերացնել, բացի նրանից, որ Երևանից հնչեն կարմիր հրապարակը գնդակոծելու սպառնալիքի ձայներ նկատել է նա։ Զյուգանովը նաեւ քննադատել է Հայաստանի իշխանություններին Զելենսկուն հարթակ տրամադրելու համար եւ պահանջել դադարեցնել Փաշինյանի ընդունելությունը Մոսկվայում։ Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի եւ Իրանի արտգործնախարարները Ջեյհուն Բայրամովն ու Աբբաս Արաղչին քննարկել են ադրբեջանա-իրանական երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը եւ բանակցային գործընթացի ընթացքը, նաեւ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական եւ քաղաքական կարգավորման հեռանկարները։ Նշվում է, որ Արաղչին մանրամասն ներկայացրել է բանակցային գործընթացը։ Բայրամովը Ադրբեջանի աջակցությունն է հայտնել հակամարտության խաղաղ եւ բանակցությունների միջոցով կարգավորման ուղղված ջանքերին։ Իրանը հայտարարել է, որ չի մասնակցի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին, քանի դեռ չեն կատարվել վստահության ամրապնդման 5 պայմանները՝ Լիբանանում պատերազմի դադարեցում, հակաիրանական պատժամիջոցների վերացում, իրանական միջոցների ապասառեցում, պատերազմական վնասների փոխհատուցում եւ Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ընդունում։ Իրանական աղբյուրների համաձայն այս պահանջները ներկայացվել են ի պատասխան Միացյալ Նահանգների 14 կետանոց առաջարկի, որը Թեհրանը գնահատել է միակողմանի։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստացել է Իրանի պատասխանը, սակայն այն անվանել է անընդունելի։